Ասեք եք, որ Արարատյան դաշտավայրում ամեն ինչ կարկտահարված վերացավ, որոշ մարդիկ իրենց հեկտարներով հողերը թողել եկել են, որպեսզի գոնե բավոր աշխատեն կարողանան իրենց վաղվա ձմեռը իրենց երեխեքի ապրուստ ուսումնի վարձը հիվանդ մայրիկներին ու հայրիկներին կարողանան պահել, սա ինչ է նշանակում։ Որտեղ եք աշխատում, որ գործարան, ինչքան ժամանակավոր Մենք մեր Պրոշյանի գործարանում ենք աշխատում, արդեն 14-րդ սեզոնն է ես եկել եմ գործի, բայց տենց բան չի եղել։ Ընդհանրապես 36,000 թոշակ եմ ստանում տղաջան։ Իմացեք քո ծնողն է այդքան ստանում, ոչ մի աշխատանք չունի, ո՞նց է գոյատևելու, մենակ կին եմ ես, ո՞նց եմ ապրելու։ Ո՞նց պետք է ապրեմ։ Ամեն ինչը փողով է, դուք շատ լավ գիտեք, թանկացում մի կողմից, այդ ամեն ինչը մի կողմից։ Թող ճանապարհը բացեն, մեր ապրանքն ընդունեն, որ ամենալավ որակով ապրանքն է մեր ապրանքը։ Թող ընդունեն, բացեն, մենք էլ աշխատենք, մեծ հաճույքով ենք աշխատում։ Մենք շնորհակալ լինենք մեր Պրոշյանի ղեկավարությանը, որ այդ գործարանը կա, մեզ պահում է, մեզ աշխատում ենք գոյատևում ենք։ Ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք 36,000 թոշակ եմ ստանում, թորներ ունեմ, ասեն ես մենակ եմ, ոնց պետք է ապրեմ։ Տարանցիկ երկրով անցնելուց մեքենաները սահմանի վրա ձերբակալում են, կոպիտ ասած, եւ փորձաքննության են ուղարկում ու արդեն 40 օր շարունակ։ Որ իրավունքներ չունեն, ինչ-որ միտում տեսնում եք այստեղ։ Դե հենց այդ է, մենք չունենք ոչ մի պատասխան կամ ինչ-որ ոչ մի ինչի համար է արվում, ինչ օրենքով է արվում, ում հրամանով է արվում, դրա համար ենք ստեղ, որ հասկանանք ու պատճառները հասկանանք։ Կոնկրետ որ հատվածում, այսինքն են գործում Վրաստանի տարած, Վրաստանի սահմանից, ոչ, հենց Հայաստանից Վրաստան անցնելուց անմիջապես հետո մեքենաները կանգնեցվում են, միանգամից հենց սահմանը կանգնեցնում են։ Այս բանի քանի ավտոմեքենա 15-ից ավել մեքենա ունենք այս բանի։ Եվ ինչ վնասների մասին է։ Դե մեր շատ մեծ վնասների աշխատանքի պատվիրատուների կորցնելու վտանգն ամենամեծը մեր մոտ, որովհետև Ռուսաստանում եւ Բելարուսիայում բոլորը պայմանագրերով է մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարենք։ Ու շատ ապրանք էլ ունենք լցրած, որովհետև արդեն ռիսկ չենք անում ուղարկենք։ Ու ժամկետների ուշացման խնդիր, շուկայից դուրս գալու խնդիր, ինչպես նաեւ մեծ տուգանքների խնդիր։ Ստերը ուսումնասիրում է, նա տեսնում է կոմերցիոն գաղտնիքները, որ ռուսական ընկերությանն է վաճառվում, ինչ գնով է վաճառվում, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը, որը վաճառվում է այդ գնով։ Եվ այդ ամբողջ ինֆորմացիան ես ենթադրում եմ, որ աղամիսոր փոխանցելու են իրենց կոնյակագործներին եւ փորձել են այս շուկան խաթարելով գրավել աշնան։ Դա տերոր է, տնտեսական տերոր է ուղղակի Հայաստանի կոնյակագործության հանդեպ։ Պարոն Մակարյան, այսինքն նախորդ շաբաթ այստեղ հավաքված կոնյակագործները, որոնցից հատուկ են բոլորը չէ, բայց մեկու մեջ այդ անհանգստությունն ունեին, որ գուցե իրենց խմիչքը մինչև տեղ հասնի ադրբեջանական խմիչքը այդ դարակաշարերը զբաղեցնի, համարում եք հիմնավոր։ Վրաստանը 4 բրենդով կոնյակներ է վաճառում, արտադրում։ Ադրբեջանը նույնպես ունի կոնյակ։ Իհարկե նրանց կոնյակները որակով շատ կտրուկ զիջում են եւ տարբերվում են, բայց չի բացառվում, որ եթե Ադրբեջանը անդադ գրովում է մեր հանքարդյունաբերության վրա, շրջակա միջավայրի պատճառաբանություններով, Վրաստանի միջոցով էլ հիմա գրովում են մեր կոնյակագործության եւ խաղողագործության վրա։ Աղամիսոր եթե այդ խաղողը չմթերվի, դուք պատկերացրեք ինչպիսի դժգոհություն պետք է լինի գյուղացիների եւ ֆերմերների կողմից եւ նաեւ դա կարող է բերել կոնֆլիկտի կոնյակ եւ գինի վերամշակող արտադրողների եւ ֆերմերների միջեւ, քանի որ նրանք հարկադրված են նելու չմթերել, քանի որ իրենք չգիտեն թե ապագան ինչպես է լինելու, եւ այսօր շատ գործարաններ ունեն, որ պատրաստի իրենց մեքենաները բեռնված են, չեն կարողանում արտահանել, այս քաշքշուկի պատճառով։ Ես կարծում եմ, որ նաեւ պետք է Հայաստանը դիմի ԵԱՏՄ-ին, ինչու, որովհետև որպես ԵԱՏՄ անդամ պետություն եւ բեռները հիմնականում առաքվում են դեպի ԵԱՏՄ, մասնավորապես հատկապես Ռուսաստան, վերջերը Ռուսաստանն է վերջին հաշվով ստացողը։ Ես կարծում եմ, որ այս երկու ճակատով առևտրի համաշխարհային կազմակերպություն եւ ԵԱՏՄ պետք է զրուցել։ Վրաստանի դեսպանությունը կարծում եմ ոչինչ չի անի, իրենք այսպես խորհրդավոր կեցվածք են ընդունել եւ որևէ ասելիք չունեն։
բայց մեր պետական մարմինները չպետք է լռեն, պետք է կտրուկ լինեն եւ այսօրվա միտինգը ես ողջունում եմ ինչով, որ սա նաեւ աջակցություն է մեր պետական մարմիններին, որովհետեւ մեր պետական մարմինները իրազեկված են, բայց իրենց ոչ ակտիվ եւ լռելի վիճակը ցույց է տալիս, որ իրենք տիրապետում են իրավիճակին, գիտեն իրավիճակին, ենթադրում են որտեղից է հարվածը գալիս, ասաց որ տեղյակ են, գիտեն, չեն ուզում հավանաբար իրենք քաղաքական մակարդակով ներկայացնել, բայց մենք պետք է օգնենք մեր կառավարությանը այսպիսի բողոքներով, այսպիսի միտինգներով, որ դուք անում եք եւ դրա համար շատ ողջունելի է, որպեսզի դա լսելի լինի նաեւ այլ տեսփանությունների, այլ համապատասխան մարմինների։ Ես կարծում եմ, որ այստեղ բացարձակապես Հայաստանը խնդիր չունի, ինքը ճիշտ է վարվում եւ նաեւ արտադրողները, ֆերմերները ճիշտ են վարվում։ Ուղղակի պետք է լսելիությունը դարձնել նաեւ պետական մակարդակով, որովհետեւ միայն այսպես միտինգների մակարդակով խնդիրը կարող է ձգձգվի եւ ինքը իրան մարի։ Հնարավոր է որ մի երկու օրից մարի, բայց դա էլի բավարար լուծում չի, որովհետեւ պետությունը պետք է կանգնի հարկատուի կողքին, իր արտադրողի կողքին, իր քաղաքացու կողքին, որոնք աշխատում են այդ գործարաններում։ Դա կարևոր գերակա ճյուղ է, արտահանման ճյուղ է։ Տարիներ առաջ մեր կոնյակագործությունը, ալկոհոլային խմիչքները Հայաստանի արտահանվող ապրանքների առաջին հնգյակի մեջ են եղել։ Հիմա մի փոքր հետ է մղվել, որովհետև Ուկրաինա-Ռուսաստան կոնֆլիկտի պատճառով այլ արտադրանքներ են մղվել առաջ։ Բայց դա չի նշանակում, որ ոլորտը իրեն սպառել է։ Գյորգ վարորդան լեռնատարի Ասերկոսից իմ մեքենան Մայիսի 2-ից այո, Պրոշյանի գինին վարձած սկզբից ասում էին կոնյակն են ստուգում, ինչ են անում լաբորատորիա, բայց փաստորեն ես գինով գնացել եմ, ինձ ուղարկել են կենտրոնական տամոժնի, ասել են փակի դռները, մենք կզանգենք գգավ լաբորատորիա κάνենք։ Առեսօր մենք անգամ գնացել եմ, ոչ մի բան ոչ կանչել են, ոչ բացել են լաբորատորիա։ Արդեն քանի օր է մեքենան այնտեղ է։ Ամսո 2-ից, մայիսի 2-ից կանգնած է։ Ու պրիտոմ ասենք դա մրգային գինի է, ասենք սպիրտային չի բան չի էլի։ Որը շուտ ապչանում։ Խնդիր կա չեմ հասկանում նրանց խնդիրն ինչն է, բայց պահում են։ Կանգնացրել են կոնկրետ։ Ոչ մի բան չեն ասում, ոչ մի լուծում չկա։ Կզանգենք, կգաք լաբորատորիա պետք է ասենք։ Ինչ են անում լաբորատորիա, առանցիկ բերը։ Իսկ վարորդները ինչ են լսել, ինչ են ասում, Ոչ մեկին ոչ մի բան չեն ասում են պետք է ստուգենք, լաբորատորիա անցկացնեն, դա է հիմնական խնդիրը, ու կոնկրետ բան չեն ասում։ Քանի տարի է որ բեռնափոխադրում Ես 82 տարի այդ գործը։ նման նախադեպ հիշում եք։ Նման նախադեպ եղել է 90-ականներին։ Որ ասենք Վրաստանում խնդիրներ են ունեցել։ Չգիտեմ, Սաակաշվիլից հետո ամեն ինչ նորմալ է։ Հիմա չգիտեմ ինչի նորից սկսել է լաբորատորիա, զադերժկե, բաներ չեմ կա, բացատրություն չեմ։ Ենթադրությունով հարց չեմ լուծում, ցավոք տան։ Դուք ինչ եք ինչու է զբաղված Վրաստանում։ Ինչ որ բան են ուզում փոխել իրանք, չգիտեմ։ Բայց սա, ասենք, տնտեսական հարված է մեզ։ Մենակ խնդիրը նրանք չի, որ այդ բեռը չի կնում։ Այդ բեռի հետ, ասենք, արտադրանքն է կանգնում, պայմանագրերն է խախտվում։ Վերջով, ասենք, արտադրողը, որ արտադրել է, յուղացին, որը սաղին ազդում է, սաղի վրա ազդում է։ Մենք չի որ մենակ ասենք բեռնա փոխադրողին ասենք ինչ-որ տուժ տվեցին կամ ինչ-որ պատերել։ Սա է խոսքը։ Ոչ մի Գեորգ Լորեցյան։ Ոչ մի ասեմ լուծում չկա։
Չէ, լավ ալի, մի վերցրեք վերազոնցիկը, խնդրում եմ, պատրաստ այլ պատաբերը։ Գնաց։ Ալինա Արդարություն! 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 Արդարություն!